Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն Համբարձուն այսօր սիրելիներ ինչպես շարականի մեջ լսեցիք այսօր համբարձվեց Տեր իր աստվածային զորությամբ հայրական կարգով հրեշտակների սպասավորությամբ մուտքեր գործում երկինք եւ ասում է հրեշտակները մեկը մյուսին ձայնում են ասելով ով է սա որ գալիս է սա ինքն է թագավորը փառքի եւ Տերը բոլոր զորությունների այսօր լրացավ 40 օրերը մեր Տիրոջ հարությունից հետո համբարձումը հրաժեշտի օր չէ համբարձումը մոռացումի օր չէ այլ համբարձումը նոր կյանքի որովհետեւ Տերն ասում է թե ես չգնամ չեմ կարող Սուրբ Հոգուն մխիթարիչ ուղարկել ձեզ եւ երկրորդ գնում եմ ձեզ համար այնտեղ տեղ պատրաստեմ որտեղ որ ես եմ այնտեղ նաեւ դուք լինեք բայց շատ կարեւոր հարց է առաջանում քրիստոնյայի համար ինչու Տերը հենց հարության հաջորդ օրը չհամբարձվեց այլ 40 օրեր մնաց երկրի վրա հետո նոր համբարձվեց եթե Տերը հարությունից անմիջապես հետո համբարձվեր մարդիկ կկասկածեն Տիրոջ հարությանը կմտածեն որ այս ամենը պատրանք էր խաբեություն էր ինչ որ տեսիլք էր ու անհետացավ բայց Տերը 40 օրեր ապրեց վերին երկնքում կիրակյորեր այցելեց առաքյալներին շատ նրան տեսան խոսեցին նրանց հետ հաց կերավ որ այս մարմինը որ դուք տեսաք խաչված խաչի վրա մահացած դրվեց գերեզմանի մեջ այդ նույն մարմինը այսօր հարություն առել անապական է եւ ձեզ հետ ճաշ է ուտում որպեսզի հասկանաք որ դուք էլ հարության հույսով ապրեք այս աշխարհի մեջ երկրորդ մնաց որովհետեւ դեռ շատ բաներ կար սովորեցնելու սիրելիներ որովհետեւ առաքյալները դեռ այն զորավոր հավատքը չունեին հաստատուն չէին իրենց հավատքի մեջ եւ պատրաստ չէին նահատակվելու Քրիստոսի ավետարանը քարոզել Տերը ամբողջ մանրուքները ամբողջ ճշմարիտ վարդապետությունը սովորեցրեց առաքյալներին հետո նոր 40-րդ օրը համբարձվեց երկինք շատ կարևոր է հասկանալ ինչու հենց 40 օր է շրջեց ոչ թե 10 օր 20 օր 50 օր այլ 40 օր էր գիտեք որ 40-ը խորհրդավոր թիվ է Աստվածաշնչի մեջ թվեր անգամ կարևորություն են օրինակ 7-ը կատարելությունն է որովհետև Սուրբ Երրորդությունը եւ երկրի 4 տարերն է խորհրդանշի մոտ 8-ը հավերժության խորհրդանիշ է 12-ը առաքյալների 40 օրերը ուրախության ու տխրության օրերն են եւ 40-ը նաեւ 4-ը 10-երից է քանի որ 10-ը կատարյալ թիվ է եւ այդ 4-ը նաեւ համապատասխանում է օդին, ջրին, կրակին, հողին Տեր այդ 40 օրի ընթացքում սրբագրեց որովհետեւ անդամի մեղքի պատճառով այս երկիր եւ ամեն բան անիծված էր Տերը իր կյանքի մեջ 3:40 պահեց առաջին երբ որ ծնվեց Մարիամից 40 օրեր օրենքի համաձայն մնաց հետո 40-րդ օր նրան բերեցին տաճարին ընծայելու եւ Սիմեոնը գրկեց նրան եւ արցակում խնդրեց Տիրոջ որ Տեր իմ աչքերը տեսան քո լույսը հիմա արցակիր քո ծառային որպեսզի գնամ խաղաղությամբ ննջեմ ուրեմն առաջին 40-ի ընթացքում Հիսուս մարդուն մահվան կապանքներից ազատեց երկրորդը մկրտությունից անմիջապես հետո Հիսուս Սուրբ Հոգով առաջնորդված գնաց անապատ փորձվելու հաղթեց սատանային հաղթեց մեղքին եւ այդ հաղթության զորավոր հավատքը տվեց մարդուն որ դու կարող ես հավատքով եւ մեղքին հաղթել եւ սատանային հաղթել եւ հաղթանակած մինչեւ քո կյանքի ավարտը ապրել այս երկրի վրա եւ երրորդ 40-ը հարությունից համբարձում մարդուն սովորեցրեց որ ինչքան էլ դու այս երկրի վրա ապրում ես քո սիրտ այս երկրի վրա է բայց միտքդ հոգիդ եւ սրտիդ բաբախը երկնքի համար պիտի լինի որտեւ քո վերջին հանգրվանը երկնքում է Տիրոջ ներկայության մեջ է եւ այսօր Տերը համբարձվեց ինչ արեց կանչեց իր աշակերտներին նրանց օրհնեց իշխանություն տվեց ասելով գնացեք բոլոր հեթանոսներին ուսուցանեք նրանց մկրտեք Հոր Որդու Սուրբ Հոգանով եւ պատվիրեք այն ամեն ինչ որ ձեզ փոխանցել եմ պահեն եւ ձեզ հետ պիտի լինեմ մինչեւ աշխարհի վախճանը ուրեմն խոստացա որ Տերը թեև երկրից երկինք վերացավ բայց մեզ չի լքում ֆիզիկապես նրանք չենք տեսնում բայց նա ամեն օր մեր ներկայության մեջ է եւ մեր կյանքի բոլոր օրերում քայլում է մեզ հետ սա ամենագեղեցիկ
պատգամն է տրված մարդուն, որ ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը։ Տերը գնաց, որպեսզի Սուրբ Հոգին գա, մխիթարիչը մեզ հետ լինի, որպեսզի մենք մեր կյանքի բոլոր նեղություններն ու դժվարությունները Սուրբ Հոգու մխիթարությամբ կարողանանք հաղթահարել։ Տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը Հիսուսի համար, չի ասում սլացավ, որովհետև սլանալը արծիվի թռիչքն է, չէ, արծիվներն են սլանում, մանր թռչունները թռչում են, մյուսները բարձրանում են, բայց Հիսուսին ասում է վերացավ, համբարձվեց երկինք, վերացավ երկինք, որովհետև դա միայն Քրիստոսն էր հատուկ, որ մարդը ամպերի վրա կանգնած երկինք էր բարձրանում։ Հրեշտակները մինչև այդ Հիսուսին չէին տեսել մարմնով։ Դրա համար երբ որ ասում է իր աստվածային զորությամբ, հայրական կարգով, հրեշտակների սպասավորությամբ մուտք գործեց երկինք, հրեշտակները մեկը մյուսին ձայնում են ասելով. ով է սա, որ գալիս է, եւ ասում է սա ինքն է թագավորը փառքի զորությունների Տերը։ Ցույց տալու համար նաեւ մարդուն, որ քանի դու կապված ես այս երկրի հետ, քո հայացքը երկնքին չի հանայում, դու չես ուզել բարձրանալ մեղքի ճահճից, դու չես կարող Տիրոջ հարությունը զգալ եւ ապրել այս աշխարհի մեջ։ Մի գյուղում սիրելիներ, մի պապիկ էր ապրում, որ ամեն օր իրենց գյուղի մոտակա բարձունքներ բարձրանում, շատ դժվարությամբ։ Եվ միշտ հարցնում էին. հայրիկ, ինչու ես դու ամեն օր այդ բարձունքը բարձրանում, ասում եմ, որպեսզի ճշմարիտ նայելու տեղը գտնեմ, թե ուր պիտի նայեմ։ Մի օր այդ գյուղից մի երիտասարդ, որ շատ մտահոգ էր, նեղված էր, պապիկին ասում է, կարող եմ քեզ ընկերակցել։ Ճանապարհի կեսին սկսում է տրտնջալ, թե այս ինչ հոգնեցուցիչ դժվար ճանապարհ է։ Գյուղում լավ էր, կյանք կար, ուտելիք կար, հանգիստ էինք։ Երբ որ բարձրանում են գագաթը, ասում է, տղաս հիմա ուշադիր նայ գյուղին։ Երբ որ մենք ներքևում էինք, մենք բոլոր սխալներն ու թերություններն էինք տեսնում, մեղքերն էինք տեսնում, թափթփվածությունն էինք տեսնում, բայց բարձունքից ամեն ինչ իմաստությամբ ենք տեսնում։ Եթե ասում է քո սիրտն էլ երկրա լինելով չփորձի երկնքից նայել կյանքին, չի կարող հասկանալ խորհուրդը, թե ինչու մենք միշտ երկինք պիտի նայենք եւ համբարձման մասին պիտի մտածենք։ Եվ այսօրվա ընթերցումի մեջ նաեւ Ղուկաս ավետարանիչը նկարագրեց Թեոփիլեին, թե ինչն էր նպատակը։ Հիսուս եկավ երկիր, մարմնացավ, մարմին առավ, չարչարվեց, խաչվեց, բայց հարություն առավ, ցույց տալու որ այս մեր մարմինը ինչպիսին որ կա, որ այս պահին մեղավոր է, մեղքերին, կրքերին, ցանկությունին ենթակա է, հարությունից հետո անապական պիտի դառնա, այլևս մահը, հիվանդությունը, մեղքը այս մարմնի վրա իշխանություն չպիտի ունենա, եւ այս մարմնով մենք պիտի բարձրանանք երկինք Տիրոջ փառքի մեջ ապրելու համար։ Տիրոջ ամբողջ նպատակ այս մեկ խորհուրդն էր՝ մարդուն երկրից երկինք բարձրացնել, մարդուն կարողանալ տանել այնտեղ, որտեղից մարդը մի ժամանակ իր ցանկությամբ, մեղք գործելու պատճառով, գուցե նաև որ մահը չգիտեր ինչ էր, ունեք Ադամն ու Եվան չգիտեին ինչ բան է մահը։ Երբ որ Սատանան ասաց չեք մահանա, ինքը այդ բառը անծանոթ էր, որտեղ նրանք միշտ լույսի մեջ էին, Աստծո ներկայության մեջ են։ Մարդ ուզես կամորապես ճաշակել, տեսնելու։ Դրա համար մենք ասում ենք արգելված պտուղը քաղցր է։ Այնինչ որ արգելված է, մենք չենք կերել, չենք ճաշակել, չենք փորձել, չենք արել, մենք չգիտենք դրա ազդեցությունն ինչ է։ Մենք միշտ ուզում ենք տեսնել։ Անում ենք, մերկանում ենք կամ մահանում ենք, հետո կարիք կա նորից վերականգնվելու։ Ուրեմն Հիսուս եկավ այդ մարդու մահացած կերպարը վերականգնելու։ Չէ որ մենք ստեղծվեցինք իր նմանությամբ ու պատկերով։ Մենք հիմա իր պատկերը ունենք, բայց նմանությունը չունենք։ Նմանությունը Տիրոջ սրբությունն է։ Համբարձումը այդ սրբությունը վերադարձնել է։ Դրա համար սկզբում ասացի, համբարձումը մոռացում չէ, հրաժեշտ չէ, կարոտով սпасել չէ, այլ բաց դուռ է մեզ համար երկինք վերադառնալու։ Երբ որ Հիսուս հաղթական երկինք էր մտնում, հրեշտակները փառաբանում էին։ Այս սուրբ որ մենք երգում ենք ամեն անգամ, զորությունների Տերը գալիս է, օրհնյալ է նա, այդ մեկ բանով որ Տերը հաղթանակած վերադարձավ։ Ուրեմն նաև խորհուրդը համբարձումի, որ մարդը պետք է այս երկրի վրա հաղթանակած իր կյանք ավարտի։ Ինչպես Պողոս Արաքյալն ասում, իմ բարի պատերազմը մղեցի, հիմա գնում եմ ինձ սпасելիք պսակը ստանալու։ Այսինքն հաղթանակած է վերադառնում այնտեղ, որտեղից որ մարդը մի ժամանակ պարտություն էր կրել։ Մեր կյանքի ամբողջ ընթացքում սիրելիներ, մեր հայացքը միշտ երկինք է։ Աղոթելուց երկինք ենք նայում,
Երբ որ մի դժվարություն փորձություն ենք հաղթարում, նորից երկինք ենք նայում։ Միշտ ինչ որ բան երկնքից ենք մենք սպասում։ Ուրեմն նշանակում է մեր հայացքը ճիշտ է, որ պիտի միշտ երկնքում լինի։ Հիսուս էլ ինչ որ բան, որ օրհնում էր, նախ նայում էր երկնք մեր հայր, օրհնիրսը, ցույց տալու, որ ինքը եւ հայրը մեկ նպատակ ունեն այս աշխարհի մեջ մարդուն փրկելու, մարդուն նորից հաղթանակը վերադարձնելու։ Այս աշխարհի մեջ, որ մենք ապրում ենք մեր ծնունդից մինչև մահ, որ կյանք ենք կոչում, այս կյանքի մեջ մեր փորձությունները, նեղությունները, հարձակումները շատ են։ Մեղքը այնպես է շատացել մեր կյանքի մեջ, որ ամեն օր մահ այդ հոգևոր մարդը, ամեն օր այդ հոգևոր մահը ապրում է իր կյանքի մեջ։ Մարդը ամեն օր այդ հոգևոր մահվան միջով անցնում է եւ շատ կարևոր է թե դու ինչքան կդիմադրես։ Անհնար է որ փորձություն չգա։ Անհնար է, երբ որ մենք ամեն անգամ ասում ենք հայր մերի մեջ եւ մի տանիր մեզ փորձության, ոչ թե որ Աստված մեզ փորձության է տանում, այլ թույլ մի տուր որ փորձությունը գա եւ մենք մտնենք այդ փորձության մեջ։ Փորձություն անհնար է որ չգա։ Մեր ծնված օրվանից մենք փորձությունների միջով անցնում ենք, բայց կարևոր է չընկնել այնտեղ, չլինել այնտեղ։ Դրա համար Հիսուսը ասում է նաեւ գայթակղությունը անհնար է որ չգա, բայց նաեւ վայ այն մարդուն, ով գայթակղության պատճառ կդառնա։ Փորձություններ պիտի լինեն, շատ կարևոր դու քեզ պահես չմտնես։ Երբ որ դու համբարձման խորհուրդ ունես քո մեջ, որ պիտի վերանաս, երկինք պիտի բարձրանաս, ոչ թե մնաս այս աշխարհի մեջ, քեզ առիթ ու հնարավորություն է տալիս պայքարելու այդ մեղքերի դեմ։ Քեզ առիթ ու հնարավորություն է տալիս միշտ նայել իմաստը, կյանքի, ինչ ես ուզում տեսնել, ինչ ես դու ուզում տեսնել այս կյանքի մեջ, ինչ ես ուզում զգալ, ինչ ես ուզում ապրել, այս բանը ինչ որ դու անում ես, ինչ պիտի տա քեզ։ Դու միշտ պիտի հարցնես, այս քայլը, որ ես անում եմ, այս գործը, որ սկսում եմ, այս աշխատանքը, որ անում եմ, այս կրթությունը, որ ուզում եմ ստանալ, ինչ պիտի տա քեզ։ Ոչ թե միայն այս կյանքի համար, այս օրերի համար, այս ժամանակի համար, այլ հոգուտ համար, ինչ պիտի տա քեզ, ինչ օգուտ ունես։ Այսինքն ինչ պտուղ պիտի քո ծառից քաղի Աստված։ Մենք ինչ ենք ասում մեղքերի թողության ողջում, որ բարիք գործեք հավիտենական կյանքի համար։ Նրանք, ովքեր ասում են Տերը բարիք են գործել, պիտի ապրեն։ Ուրեմն այդ բարիքը նաև պտուղ տալն է, պատղաբեր կյանք ունենալն է, Աստծուն հաճելի կյանք ունենալն է, որ քո ծառը ոչ միայն գեղեցիկ տերևներով զարդարված լինի, այլև անուշահոտություն լինի, գեղեցիկ ծաղիկ լինի, պտուղ լինի։ Կան չէ ծառեր, որ շատ գեղեցիկ են, բայց արժեք չունեն։ Բայց կան ծառեր, մենք անդադար սպասում ենք, թե երբ պիտի ծաղկի, նրա ծաղկի հոտը զգանք, նրա ծաղիկները քաղենք, մեր տուն տանենք, նրա պտուղը ճաշակենք։ Շատ պտուղներ կան, որ ուտում ես, թունավորվում ես, քեզ համար արգելված է։ Այնպես էլ մեղքի կյանքն է եւ հավիտենական կյանքի պտուղն է, թե դու ինչ ես ուզում անել այս աշխարհի մեջ։ Եվ որ մենք էլ այս պատմության պապիկի մեջ ամեն օր փորձենք ոչ թե մեր կողքի լերը բարձրանալ, այլ մեր հավատքի լերը բարձրանալ, մենք ամեն ինչ կտեսնենք իմաստի մեջ, ոչ թե ձևի մեջ, այլ բովանդակության մեջ, ոչ թե արտաքինի մեջ, այլ հոգևոր ներքին կյանքի մեջ կտեսնենք ու կհասկանանք։ Շատ կարևոր է այդ բարձունքդ պահել։ Բարձունքի մեջ պիտի պահես։ Քո կարոտի փակ դռները պիտի բացես։ Տեսեք հրեշտակն են բացեք, ձեր դռները բացեք, գալիս է թագավորը։ Ուրեմն մեր սրտերը պիտի բացվի, որ թագավորը գա։ Մեր սրտերը փակված են, մեր սրտի բարձունքի վրա Հիսուսին կանգնելու տեղ չկա։ Մեր սրտի բարձունքի վրա Հիսուս չի կարողանում երկար կանգնել։ Մենք իրեն շատ ենք սպասեցնել տալիս։ Մեր հոգու անսահմանության մեջ Հիսուս չի կարողանում ազատ սավառնել, որտեղ մենք այնտեղ ամեն տեսակ աղբ ենք լցրել, թույլ չենք տալիս այդ սավառնումը տեղ ունենա։ Երբ որ ուզում ենք մենք համբարձման խորհուրդը հասկանալ, մենք էլ մեր կյանքի մեջ այս 40-ը պիտի ապրենք, սիրելիներ։ Հարությունից համբարձումը մեր ծնունդից մահն այդ խորհրդավոր թիվն է, որ 4-ը 10-երի այդ կատարելությունը դու մաքրես, սրբես, զորացնես, որպեսզի քո մեջ ապրի։ Ունեք երիտասարդ բառն էլ, չէ, 3-10 է նշանակում, այսինքն կատարյալ տարիքն է մարդու։ Այդ կատարյալ տարիքի մեջ է, որ պիտի լինես։ Ադամին, երբ որ Աստված ստեղծեց, 40 օր հետո բնակեցրեց դրախտում։ Դրա համար, երբ որ մենք էլ ծնվում ենք, 40 օր հետո ընծայվում ենք Տիրոջը։ Տիրոջը, այսինքն Աստծո տան մեջ իբրև պտղալից ձիթենի ենք տնկվում։ Ձիթենին ինքը յուղ է, չէ՞ տալիս, լույսի խորհուրդն ունի։ Պտղալից ձիթենու պես տնկվում ենք Տիրոջ տաճարի մեջ։ Հետո մյուս 40-ը, որ պիտի ապրենք, մեր աղոթքը, պահեցողությունը, որ հաղթենք մահվանը, հաղթենք մեղքին։
Եվ երրորդ 40-ը մեր մահից հետո մինչև Տիրոջ գալուստը այդ ժամանակը սпасել հավիտենական կյանքի մեջ համբարձում ունենալ։ Եվ ինչպես այսօրվա ավետ ճաշու շարականի մեջ էր սիրուներ, բացեք դռները, գալիս է երկնքի արքայությունը, Տերը, Թագավորը, թող արի դառնա, որ մենք էլ համբարձվենք այս երկրավոր իրականությունից, երկնքի մեջ ապրելու ձգտումով, բացենք մեր սիրտը եւ մենք էլ նույն ձևով երգենք, ասենք. Արի Տեր, սպասում ենք քեզ։ Մարանաթա, չէ, այդպես է ավարտում Սուրբ Գիրքը։ Սպասում ենք Տեր, արի Տեր։ Ուրեմն Տերը ամեն օր ուզում է այդ համբարձման խորհուրդը մեր կյանքի մեջ ապրել։ Եվ տեսեք, ասում է, երբ որ Հիսուս երկինք էր բարձրանում, աշակերտները նայում էին, հրեշտակներն ասացին. ով գալիլեացիներ, այս Հիսուսին, որ տեսակ, երկինք գնալուց, նույն փառքով պիտի վերադառնա։ Չի ասում է մարդու որդին, երբ որ ամեն բան կատարվի, ինչ որ պիտի լինի, պատերազմներ, խավարում, ջրհեղեղ, երկինքը պիտի երկրաշարժ ունենա, լուսինի լույսը կորցնի, արևը պիտի լույսը կորցնի, աստղերը պիտի թափվեն, ասում է վերջում պիտի տեսնենք մարդու որդուն նստած ամպերի վրա գալիս է դատելու ժողովրդին, դատելու։ Ուրեմն ոչ թե գալիս է դատ սկսելու։ Ես ձեզ ասել եմ, որ գալիս է մեր մեղքերը մեզ պիտի դատեն։ Եվ այդ ժամանակ ասում է հրեշտակներին պիտի ուղարկի հավաքելու իր ընտրյալներին։ Դրա համար ասում է աղոթեք, որ այդ օրը ձմեռ չլինի, շաբաթ չլինի։ Եթե դաշտում եք, չվազեք տուն ձեր վերարկուն վերցնելու համար։ Այսինքն ամեն տեղ, որտեղ որ կլինեք, պատրաստ եղեք, որովհետև գալու եմ եւ այդ գալը արդեն առաջին անգամ իբրև բժիշկ եկա, իբրև բուժող եկա, բայց այս երկրորդ անգամ պիտի գան որպես դատավոր դատելու մարդկանց։ Նրանք ովքեր բարիք են գործել ապրելու, իսկ ովքեր չարիք են գործելու հավիտենական մահով մեռնելու համար։ Շնորհավոր մեր Սուրբ Համբարձման տունը, սիրելիներ։ Թող համբարձումը, որ նաև մեր ժողովրդի մեջ ծաղիկների զարդարվելու, ժողովրդական երգեր երգելով ուրախացել են, այսպես են ապրել մարդիկ։ Տնետուն են գնացել, այդ ուրախությունը փոխանցել են։ Հիմա են որ մարդիկ վախենում են այդ խոսքերով իրար դիմավորել։ Հիմա է որ մարդիկ վախենում են բարձրաձայն այսօր համբարձում է, եկեք երգենք, ծաղիկներ հավաքենք, մեկս մյուսին այցելենք, լեռը բարձրանանք։ Լեռներն էին բարձրանում մարդիկ, ծաղիկներ հավաքում, իջնում են երգելով այդ ավետիսը տալու մարդկանց։ Եվ այս աշխարհականացման դարի մեջ, որ համահարթեցման նաև ժամանակաշրջան, որ մարդը չմտածի, չզգա, չտեսնի, այլ աշխատի ուտելու, քնելու համար, դժվար է տեսնել այս ամենը եւ հասկանալ այս խորհուրդը։ Բայց Հիսուս Քրիստոս երեք, այսօր, վաղը հավիտյան նույնն է, չի փոխվելու եւ իր падգամներն էլ նույնն են սիրելիներ։ Մնում է որ մենք մարդիկս մի փոքր վեր բարձրանանք, մեր սիրտը երկնքի համար ապրեցնենք, Տիրոջ լույսը տեսնենք եւ այդ կարոտով սпасենք եւ մեր կարոտի փակ դռները բացենք եւ Տիրոջն ասենք. Տեր, սպասում ենք քեզ, արի եւ բնակվի մեր մեջ։ Թող Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը ամենքից պահապան լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։